Այս շոուին մենք չենք պատրաստվում մասնակից լինել։ Խորհրդարանական ընդդիմությունը շոու է անվանում ՔՊԱ-ականների նախաձեռնած ԱԺ նիստը, որտեղ քննարկվում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ հայտարարությունը։ Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի խոսքով ուղիղ կապ կա Կոպենհագենում Փաշինյան-Ալիև հանդիպման եւ Հայաստանում ՔՊԱ-ականների հրավիրած նիստի միջև անհրաժեշտ է նոր թափով գովերքել Ալիևի հետ խաղաղության գործընթացը, որպեսզի թուլանա վերջին օրերին Ադրբեջանի նախագահին ուղղված մեղադրանքների ազդեցությունը։ Հանդիպումից առաջ հերթական անգամ ուզում եք դուր գալ Ալիևին, ցույց տալու իր հնազանդությունը եւ իր պահանջները շարունակական կատարելու այդ մեծ ցանկությունը։ Մենք ոչ Ալիևին դուր գալու խնդիր ունենք, ոչ էլ նրա պահանջները կատարելու պարտավորություն։ Հայաստան եւ Պատիվ ունեմ խմբակցությունների կարծիքով ՔՊԱ-ականների հեղինակած հայտարարությունը անորոշ ապագայի վերաբերյալ փաստաթուղթ է եւ ոչ մի առնչություն չունի իրական խաղաղության հետ, որն այնքան անհրաժեշտ է Հայաստանին։ Ըստ էության Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված է խաղաղություն։ ՔՊ-ն բարձր է գնահատում օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան փաստաթուղթը, երախտագիտություն հայտնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում իր անուրանալի ներդրման համար։ Մինչդեռ ըստ ընդդիմության ստորագրված փաստաթղթում խոսք չկա ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներն ազատելու, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների շուտափույթ ազատ արձակման, Արցախահայության անվտանգ վերադարձի իրավունքի, Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը կանխելու պահանջների մասին։ Սա բացառապես ՔՊ-ի տեսակետն է եւ կապ չունի ոչ մեր ժողովրդի, ոչ էլ Հայաստանի Հանրապետության կամքի եւ հավաքական շահերի հետ։ Սա ՔՊ-ի ՔՊ կուսակցության նախագիծն է եւ չի կարող մենք այդ քննարկմանը չեն կարող որևէ կերպ մասնակից լինել։ Խորհրդարանի դահլիճում ՔՊԱ-ականները ընդդիմադիրների դատարկ աթոռների հետ են մարտի բռնվում։ Իշխող խմբակցության ղեկավար Հայկ Օնջորյանը փորձում է համոզել, թե ընդդիմությունը դեմ է խաղաղությանը, դրա համար էլ բոյկոտել է նիստը։ Երբ որ մենք ասում ենք սա խաղաղության հետ կապ չունի, անմիջապես ասում են դուք դեմ եք խաղաղությանը եւ հանդես եք գալիս խաղաղության դեմ։ Մենք դեմ չենք, խաղաղությունը անհրաժեշտություն է, բայց իրենց առաջարկածը զիջումների, հսկայական զիջումների դիմաց զինադադար են թամանը, որ իրենք փորձում են մեր ժողովրդին ծախել իբրև խաղաղություն։ Խաղաղությունը Հայաստանի Հանրապետության ժողովրդի եւ Հայաստանի պետության գլխավոր շահն է։ ՔՊԱ-ականների բարձր տրամադրության վրա սառը ջուր է լցնում նրանց նախկին թիմակից Հովիկ Աղազարյանը։ Հիտլերի մասին է պատմում Ալիևի հետ խաղաղություն ցանկացող ՔՊԱ-ականներին։ Խաղաղությունը լավ բան է, իհարկե։ Եվ ես չգիտեմ աշխարհում որևէ մեկը, որ դեմ լինի խաղաղությանը։ Եվ նույնիսկ Հիտլերը նացիստական Գերմանիայի ղեկավար եղած ժամանակ ցկտում էր խաղաղության։ Ինքը ուզում էր հրեաներին ոչնչացնել, Եվրոպայում 2 միլիոն մարդ կոտորել, բոլշևիկներին ոչնչացնել եւ հաստատել խաղաղություն։ Աղազարյանը կհավատա իր նախկին շեֆին, երբ ստանա իրեն շատ հուզող հարցի պատասխանը։ Եթե իսկապես, ինչպես Փաշինյանը վստահեցնում է, օգոստոսի 8-ի հուշագրով ճանապարհների ապաշրջափակումը տեղի է ունենալու փոխադարձության հիմքի վրա, ուրեմն հայերն էլ կարող են Նախիջևանով Երասխավանից Մեղրի անխոչնդոտ հասնել։ Հակառակ դեպքում չեմ հասկանում։ Դա համար է ասում, միգուցե փոխադարձ առավելությունները վերաբերվում են հետագա մեր, այսպես կոչված, բանակցություններով ձեռք բերվելիք դրսևորումների։ Փոխադարձությունը հենց դա է։ Փոխադարձություն նշանակում է ինչ որ ստացվում է այնտեղ, նա էլ ստացվում է Հայաստան, այն ձեր նշած ճանապարհի վերաբերյալ։ Իսկ փոխադարձություն դա է նշանակում։ Բառացի գրածա փոխադարձություն։ Խորհրդարանի փոխնախագահի վստահեցումներին չեն հավատում անգամ նրա թիմակիցները, առաջարկում են մի փակ նիստ հրավիրել ու քննարկել այդ հարցերը։ Սյունեցի ՔՊԱ-ական Դավիթ Դանելյանը տեսնում է, որ օգոստոսի 8-ից հետո խաղաղություն է, բայց հարցեր կան, որ դեռ հանրությանը հուզում են։ Ավելի մանրակրկիտ իմանան ինչա տեղ ունենում, ու այդ թեման փակենք, անցնենք հենց կոմունիկացիաների ճիշտ ձևավորման եւ շարունակական այդ ամեն ինչը պահելու աշխատանքներով։ Կարնե Մանգասարյան, Նորա Շարբաթյան եւ Անի Ղանդիլյան, Հայլուր։
Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։